Դուք ձեր վերջին ասուլիսում խոսել եք այն մասին, որ օրենք եք նախապատրաստում հայհոյանքի ատելության խոսքի հետ կապված, որ տուգանք վճարեն, բայց մեր քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը արդեն նախատեսում է, որ նման արարքը խուլիգանության տակ է ընկնում եւ արդեն կա այդ նորմը։ Հիմա ինչի եք ուզում նոր տուգանք սահմանել այդ արարքի համար։ Այդ նորմը ատելության խոսքի ավելի ծանր դրսևորումների դեմ է պայքարում, մասնավորապես այն ատելության խոսքի, որը հրահրում է անհանդուրժողականություն, թշնամանք եւ այլն։ Ատելության խոսքի ավելի պարզ ձևերի դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմեր չունենք, ոչ քաղաքացիական, ոչ վարչական, եւ իմ խոսքում ես խոսել եմ այս պատասխանատվության երկու ձևերի մասին, բայց չգիտեմ ինչու անդադ վարչական պատասխանատվությունն է շեշտադրվում։ Օրենքի հիմնական մեխը ոչ նյութական վնասի հատուցման պայման եւ պահանջ սահմանելն է, որը չի բացառում նաեւ քրեական գործերի առկայության դեպքում, երբ ատելության խոսքի հետ անձը բախված լինի, դիմել նրա կողմից հայցադիմով դատարան եւ ստանալ համապատասխան հատուցում ոչ նյութական բնույթի, որը կարող է արտահայտված լինել նաեւ դրամական գումարի տեսքով։ Բայց եթե մարդը հիմա էլ հրապարակային հայոյում է, ինքը միևնույն է պատասխանատվություն կրելու է դրա համար։ Հայհոյանքի եւ զրպարտության դեպքում ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմ կա, բայց միայն վիրավորանքի եւ զրպարտության դեպքում կրկնում եմ, իսկ ատելության խոսքը կարող է դրսևորվել այլ եղանակներով, թիրախավորել որոշակի անձանց կամ անձանց խմբերին եւ որոշ դեպքերում նույնիսկ չպարունակել հայհոյանք, բայց դա չի նշանակում, որ տվյալ խոսքը չի կարող մեկնաբանվել որպես ատելության խոսք։ Բայց համանadrությամբ մարդը ունի կարծիք արտահայտելու իրավունք, սա շատ նուրբ, այսպես գիծե եւ գնահատողական դատողություն է։ Արդյոք ձեր ասածով չի ստացվի, որ դուք մահակ եք նախապատրաստում ընդդիմադիրների համար, հաշվի առնելով, որ առջևում ընտրություններ են եւ թեժ խոսույթը չի բացառվում, որ կլինի։ Եթե դուք օրենքի կարգավորումը դիտարկում եք որպես մահակ, կրկին խնդիր չկա, բայց այդ մահակը գործելու է հավասարապես բոլորի համար, անկախ նրանից ընդդիմադիր թե իշխանամետ հայացքներ կրող անձինք են չարաշահում իրենց խոսքի ազատություն։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրման առաջին հատվածին, ապա պետք է նշեմ, որ խոսքի ազատության իրավունքը չի ենթադրում ատելության խոսք երբեք, այսինքն միջազգային չափանիշներով էլ է այդպես, ատելության խոսքը պետք է սահմանափակվի եւ պետք է պատժվի օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ խոսքը ընդհանրապես սրա մասին է։ Եվ տուգանքի հետ կապված ձեր իշխանությունը ասել է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ինչի եք անդադ տանում նրան, որ տուգանեք մարդկանց։ Ինչպես եք պատկերացնում ատելության խոսքի դեմ պայքարը առհասարական որևէ երևույթի դեմ պայքարը։ Աշխարհում ավելի լավ մեխանիզմ, օրինակ վարչական պատասխանատվության պարագայում, քան տուգանքի նշանակումն է, ըստ էության դեռ չի մտածվել։ Բայց ես կրկին ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ նախագծի մեխը գոնե թե այս պահին քաղաքացիական դատավարության կարգով ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգ նախատեսելն է, որպեսզի անձը իրավունք եւ իրավական հնարավորություն ունենա դիմել քաղաքացիական դատարան եւ պահանջել, որպեսզի իրեն տրամադրվի ոչ նյութական վնասի հատուցում ատելության խոսքի դիմաց, որը կրկնում եմ կարող է ունենալ նյութական արտահայտություն, ինչպես օրինակ զրպարտության կամ վիրավորանքի պարագայում։ Քան է դա կազմելու մոտավորապես Չեմ կարող շեմերը նշել, շուտով նախագիծը կշրջանառենք 1-2 քննարկումից հետո արդեն հանրության համար պարզ կլինի, բայց ուզում եմ նշել, որ այս պահին եւ վիրավորանքի եւ զրպարտության համար հատուցման ստորին շեմ սահմանված չէ, եթե չեմ սխալվում առավելագույն շեմը մինչեւ 3 միլիոն վիրավորանքի դեպքում է 6 միլիոն զրպարտության դեպքում, ամեն դեպքում մտածում ենք այն մասին, որպեսզի ստորին շեմ էլ սահմանենք, որ ինչ որ առումով այդ գումարը նշանակալի դեր ունենա այս արատավոր երևույթի դեմ պայքարի հարցում։ Ճիշտ եմ հասկանում, որ սա միայն ընդդիմադիրների դեպքում չի գործելու, այսինքն եւ լրագրողներին, եւ որևէ մեկին, երբ որ թիրախավորեն եւ կլինի ատելության խոսք, վստահաբար անցնելու է այս օրենքով։ Եթե խոսքը օրենքի մասին է կամ իրավական ակտի, բացառում է, որ դա որոշակի անձանց միայն ուղղված լինի, ոչ, պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նույնիսկ պատգամավորական գործունեություն իրականացնող անձանց դեպքում դատարանը կայացրել է համապատասխան դատական ակտեր եւ պարտավորեցրել է օրինակ ներողություն խնդրել, կարող եք թերթել տեսնել պրակտիկան։ Ամեն դեպքում մենք խոսում ենք օրենքի կիրառության մասին, օրենքի առջև հավասար են բոլորը։ Շնորհակալ եմ։